Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Modus Vivendi կենտրոնի ղեկավար պարոն Արա Պապյանի հետ։ Ողջույն պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, պարոն Պապյան։ Բոլորս արդեն գիտենք, որ օրեր առաջ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, երեք Հայաստանում էր գտնվում նաև Ֆրանսիայի արտգործնախարարը, իսկ ինֆորմացիա կար հենց երեք Թուրքիայի արտգործնախարարը, այդ Լավրովյան այցից հետո Հայաստան, լուր ստացվեց, որ Թուրքիայի արտգործնախարարն է մեկնում Մոսկվա եւ ի թիվս այլ հարցերի նշված էր, որ թուրք եւ ռուս գործընկերները քննարկելու են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Դուք որևիցե կապ տեսնում եք այս այցերի միջև, այս իրադարձությունների միջև, պարզապես հիշեցնեմ, որ Երևանյան երկխոսություն 2025 թվականին այդ միջազգային համաժողովի շրջանակներում Իրանի փոխարտգործնախարարը եւս մեկ անգամ հարկ համարեց բավականին կոշտ նորից անդրադառնալ կոշտ ձևակերպումով անդրադառնալ Սյունիքում նախատեսվող ճանապարհին, ասելով, որ ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք կոչեք, աշխարհաքաղաքական աշխարհագրական որևիցե փոփոխություն Թեհրանը թույլ չի տա։ Եվ այսպես, այս բոլոր իրադարձությունները 2-3 օրվա պատմություն են, կապ ունեն, թե ոչ։ Այո, կարծում եմ, որ այդ իրադարձությունները փոխադարձ կապված են, որովհետև տեղի ունենում այն, ինչ որ դեռևս տարիներ առաջ եւ շատերը կանխատեսել էին, որ Բալկաններից հետո հաջորդ պայքարի ասպարեզը լինելու է Կովկասը, ավելի լայն առումով Միջին Արևելքը, այն գործընթացները, ինչ ռուսական 1917-ի հեղափոխություն հեղաշրջումից հետո դադարեցվել, սառեցվել էին, պիտի ապա սառեցվեն։ Իսկն գաղափարախոսական պայքարը իր տեղը սկսելու է զիջել աշխարհաքաղաքական պայքարին։ Ձեր նշած հենց Իրանի դիրքորոշումը պայմանավորված է այդ աշխարհաքաղաքական շահով։ Եթե նայենք մենք զուտ գաղափարախոսական առումով, ապա Իրանը իսլամական հանրապետություն է եւ պիտի Ադրբեջանին չաջակցեր, եթե առաջնորդում այս սկզբունքով մենք տեսնում ենք ոչ, ինչու, որտեղ աշխարհաքաղաքական շահերը մեզ հետ են բռնում։ Իրանը բնավ շահագրգռված չէ Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ, ավելի ուժեղացմամբ, անգամ կլանմամբ Ադրբեջանի միջոցով դեպի Միջին Ասիա, բնականաբար պիտի Իրանը դրան հակադարձի։ Ֆրանսիայի այցն էլ միանշանակ դա կապված է Լավրովի այցի հետ, Ֆրանսիայի արտգործնախարարինը, որովհետև որն է հիմնական լծակը, որ ռուսները ճնշում են հայերին, առաջին անվտանգության հարցն է։ Իրենք ասում են, որ դե առանց մեզ ձեզ կկոտորեն, դուք չեք դիմանա եւ այլն։ Դրա համար ակնհայտ է, որ Ֆրանսիայի պատվիրակությունը հստակ միանշանակ նշեց անվտանգության զենքի մատակարարման, ռազմավարական եւ ռազմական համագործության մասին եւ այլն։ Իդեպ ասեմ, որ Ֆրանսիան դեռևս 44 օրյա պատերազմի ժամանակ առաջարկել այդ ռազմական օգնությունը Հայաստանի, որ Հայաստանի կողմից է մերժվել։ Ինչու է անում Արևմուտքը դա, որովհետև Արևմուտքն էլ շահագրգռված չէ։ Թուրքիա ուժեղացմամբ Արևմուտքը շահագրգռված է Ռուսաստանի թուլացմամբ, բայց ինքը չի ուզում, որ Ռուսաստանին փոխարինի, օրինակ Թուրքիան տարածաշրջանում։ Թուրքիան արդեն սեթևետ վարկա դրսևորում, անգամ ՆԱՏՕ-ի մեջ մենք տեսնում ենք, որ առաջվա ճակերտավոր հավատարիմ դաշնակիցը չի, ինքը եւ Ռուսաստանի հետ խաղեր տալի եւ մեծ նկարտումներ ունի Միջին Արևելքի տարածաշրջանում առաջնորդող դեր ստանձնելու, որը բախվում է այլոց շահերի հետ, այնպես որ այն պայքարը, ինչ որ կանխատեսում է, սկսվել է արդեն տարածաշրջանում, ինչով կավարտվի, դա կարող է ավարտվի մեզ համար, հայերիս համար շատ լավ, շատ դրական, եթե մենք ճիշտ կողմնորոշվենք, ճիշտ քաղաքական գիծ ստանենք, ճիշտ դաշնակիցներ ունենանք, հնարավոր է Հայաստանը լինի ավելի մեծ եւ հզոր։ Բայց ցախողման դեպքում Հայաստանը կարող է եղածնել կորցնի։ Ինչ կարող ենք ասել միանշանակ, որ տարածաշրջանը կանգնած է մեծագույն ես կասեի հեղափոխական, հեղաբեկիչ փոփոխությունների առջև եւ 10-15 տարվա մեջ տարածաշրջանը սա չի լինելու, այս վիճակում չի լինելու։ Լավ կամ վատը արդեն դա բազմաթիվ հանգամանքներից է կախված։ Դուք ձևակերպեցիք, ասացիք, եթե Հայաստանը ճիշտ կողմնորոշվի, կարող է ամեն ինչ լավ լինի, եւ եթե ձախողվի, ապա ամեն ինչ վատ լինի։ Այդ ճիշտ կողմնորոշվելու եւ ձախողվելու թեման է։ Տեսնենք ինչ մարտահրավերներ ունի Հայաստանը եւ ինչպես կարող է դրանց
դեմն առնել, այդտեղից էլ կողմնորոշումները։ Առաջին հերթին անվտանգային պաշտպանական մարտահրավերների։ Հիմա հարց. արդյոք Ռուսաստանը դա իրականացնում է կամ կարող է իրականացնել։ Ոչ, չի իրականացնում։ Մենք դա տեսել ենք եւ ներկա վիճակում, եւ Արցախի հարցում եւ այլն։ Մյուս կողմից Ռուսաստանի շահերը միանշանակորեն համընկնում են Ադրբեջան եւ Թուրքիայի հետ։ Դրա մասին բազմաթիվ անգամներ է ասվել Պուտինը անցյալ օգոստոսին Բաքվում միանշանակ ասեց, որ իրենց համար Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Հնդկական օվկիանոս դա կարևորագույն միջանցքն է, որով ինքը պիտի հնարավորություն ունենա դուրս գալու միջազգային շուկաներ, որտեվ Նորվեգիայից մինչև Վրաստան ստեյցան փակա կարևորագույն այդ սահմանը արտահանման բան։ Հետևաբար Ռուսաստանը չի կարող դա ապահովել եւ չի ուզում։ Չի կարող նաեւ այն, որ Ռուսաստանը այսօր ամբողջովին կլանված է Ուկրաինայի պատերազմով, առանձնապես լավ արդյունքներ չի ցուցաբերում, հազարավոր շաբաթվա ընթացքում հազարավոր զոհեր է տալիս, բայց էական առաջընթաց չկա եւ այլն, եւ գնալով ընդհակառակը այդ հոգնությունն ու ծախսը նկատելի է դառնում, իսկ օրինակ Ուկրաինան գնալով ավելի ռազմական արտոնաբերությունը սեփական շատացնում է։ Ուրեմն անվտանգության հարցով Ռուսաստանը չի կարող։ Հիմա բնականաբար երկրորդ հարցը, իսկ Հայաստանը միայնակ կարող է դիմագրավել այդ լրջագույն մարտահրավերներին, չի կարող։ Սա էլ պիտի ընդունենք։ Ինչքան էլ մենք, չգիտեմ, տարբեր ծրագրեր անենք, ցույց են տալիս, ինչ որ բաներ կառուցենք, տեղական ինքնապաշտպանություն փոսեր փորենք, գմբեթներ սարքենք, չգիտեմ, չի լինի։ Այսինքն այդ դա քաղաքական ֆիդայնություն է, որը կարևոր է, ինչ որտեղ ռազմական, բայց լուրջ բանակի դեմ, լուրջ զենքի դեմ դիկրվես լուրջ զենքով։ Այդ լուրջ զենքը դեռևս Հայաստանն այսօր ոչ մի առումով ի վիճակի չէ ինքը ստեղծելու։ Թեև այդ ուղղությամբ միանշանակ պիտի աշխատանքները տանեն, ընդլայնվեն, խորացվեն եւ այլն։ Հիմա կա Ֆրանսիա, որը եկել է եւ ասում է, ինքը լավագույն զենքերից մեկն ունի, եւ Ֆրանսիան ընդհանրապես զենք արտահանող է եղել, եւ Ֆրանսիան կարծում եմ պատրաստ է այսօր կամ անվճար կամ երկարատև վարկավորմամբ, որ դա 25 տարի առումով ենթադրենք ինքը զենք է տալիս, 10 տարի հետո սկսում ենք զենքի համար վճարել, հետագա 15 տարում վճարում ենք, այսինքն այդ ֆինանսական հարցերն էլ լուծելիք է։ Այդ դեպքով պիտի մենք մեր պաշտպանությունը անպայմանորեն ուժեղացնենք։ Մյուսը վերաբերում ասենք տնտեսական հարցերին։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի տնտեսությունը այսօր աշխարհի տնտեսության ավելի քիչական 1.5%-ը, այն էլ այդ 1.5-ը շնորհիվ նրա, որ նավթ ու գազ արտահանում եւ ինչ որ ինքը արտադրությունը արտադրում, պետությունն է հիմնական գնորդը, ինքը առնում այդ գործարաններից եւ ուղարկում է ռազմաճակատ ոչնչանալու թվերով լավ է ստացվում, որ արտադրությունը մեծացել է ցավալը, բայց վստահաբար տանկն ու դրոնը ԱԹՍ-ն ոչ մի բացի պաշտպանականից կամ հարցական ոչ մի արդյունք չեն տալի այլ արդյունք, ասենք տնտեսությունը դա չի զարգացնում։ Եվ մենք տեսնում ենք, որ ֆինանսական վիճակի բարդացում։ Ուրեմն բնականաբար նորից որտեղից պիտի այդ ներդրումները լինեն Հայաստանում եւ տնտեսապես զարգանա։ Այո, հարևան Իրանը կա, որը այդ պետք է շարունակել, բայց Իրանը ինքն է գտնվում լրջագույն խնդիրների առջև կանգնած է, էլի գալիս է արևմուտքը։ Արևմուտքը եւ նրա առաջատար երկրի Միացյալ Նահանգները պիտի կարողանանք շահագրգռել, հասկացնել, լինի դա անգամ հուզական մակարդակի վրա, ինչպես իրենք են ասում, առաջին քրիստոնյա երկիր, քրիստոնեության վերջի հողակտոր եւ այլն, այդ բոլոր բաներով հանդերձ, այո, պիտի բանենք, որտեւ ի վերջո այս 2.5 միլիոն ժողովուրդ եւ փոքր աշխարհի ամենափոքր երկրներից եւ մեկը դա խնդիր չի արևմուտքի համար ըստ էության տնտեսապես աջակցելու։ Մի քանի միլիարդ դոլարը որ արևմուտքի համար ընդհանրապես թիվ չի, դրա ներդրումը ուժեղացնի Հայաստանը։ Ուղղակի հարցը հետևյալն է. ինչու պիտի արևմուտքը դա անի։ Եթե Հայաստանի հզորացումը վերելա ռուսական ազդեցության հզորացման, արևմուտքը դա չի անի։ Եթե Հայաստանի հզորացումը վերելա Հայաստանի ինքնիշխանության հզորացման, այդ դեպքում կանի։ Դուք քրիստոնեության պահը ընդգծեցիք, դրանով է ըստ ձեզ պայմանավորված այդ վերջին գրոհը պատերազմ կասեի, հոգևոր պատերազմ հայ քրիստոնեության դեմ, ընդ որում ոչ միայն եկեղեցու Ադրբեջանի կողմից, որպես քրիստոնյա ազգի, որպես քրիստոնյա պետության, այո, դրանով է պայմանավորված, որ դա դեռևս գործոն է Հայաստանը արևմուտքի հետ երկխոսության մեջ մտնելու, մեղմ եմ ասում, երկխոսություն ավելի խիստ կարելի ասել ռազմավարական գործընկերություն։ Մի փոքր եթե պատմությանը անդրադառնանք, Օսմանյան կայսրությունը, երբ որ հայերին կոտորում էին,
առաջնային գործոնը որն էր, որտեղ քրիստոնյա էին, որովհետև այն մեղադրանքները, որ հայերը իբր թշնամու կողմն են անցել, դա նախ իրականություն չի համապատասխանում, երկրորդը արաբները ապստամբել են Լորանս արաբացու գլխավորությամբ բայց արաբներին չէին կոտորում այդպես, հենց այդ պատճառը, որտեղ իսլամն արգելում է կոտորել մուսուլմաններին, թեև միշտ էլ իրար կոտորել են, բայց դու չես կարող քո ժողովրդին ջհադ հայտարարել ժողովրդիդ համար, նա էլ գնա կոտորի։ Ի տարբերություն հոլոկոստի պիտի հստակ հասկանալ, որ հայոց ցեղասպանությունը իրականացվել է թուրքերի եւ քրդերի լայն զանգվածների ներգրավմամբ, այն ինչ որ հոլոկոստի ժամանակ չէ, հոլոկոստի ժամանակ դա պետության կողմից կազմակերպված էր, հաճախ ժողովուրդը տեղյակել չէր։ Հետեւաբար դա կարևորագույն գործոն է։ Հիմա Ադրբեջանը շատ ավելի խոր է մանկավարում։ Այն որ ինքը տասնամյակներ շարունակ իսլամական գործոնը մեր դեմ օգտագործել է, նայեք քվեարկություններն ու քննարկումները իսլամական երկրների զանազան համաժողովների եւ ալի ժամանակ եւ օրինակ Պակիստանի աջակցությունը կամ վարձկանների աջակցությունը Ադրբեջանին հենց այդ կրոնական գործոնով էր։ Հիմա ավելի է խորամանկ։ Հիմա ինքը իրեն համարում է եւ հայտարարում է եւ բավականին աշխատանքներ է տանում, որպես քրիստոնյա պետություն հանդես գալի։ Ես առաջի քրիստոնյա երկիրն եմ, հետո եմ ընդունել իսլամ, այսինքն չղջիկի քաղաքականություն է։ Եթե ես խոսում եմ քրիստոնյա երկրների հետ, այսինքն Ադրբեջան տեսակետն եմ ասում, ես քրիստոնյա եմ, որտեղ ես եղել եմ առաջի քրիստոնյան, Բարտողոմեոսը եկել է իմ երկիր, առաքելական եկեղեցի ունեմ ես կողմեմ, կոր այդպես է խոսում, հետո իսլամ եմ ընդունել, դա էլ օգտագործում է իսլամական երկրների հետ շփումների ժամանակ։ Հիմա իրանք այդ ռազմատենչ հայտարարություն ավելին, իրենք ոչ միայն հայտարարություններ են անում, իրենք կառուցվածքային փոփոխություններ են արել։ Իրենք ստեղծել են, այսպես ասած, իսլամական թեմ, դա հատուկ տերմին ունի, մոռացել եմ, Երևանի խանության, Արևմտյան Ադրբեջանի թեմը։ Չկա ժողովուրդման, բայց այսքան իրանք կրոնական կառույց են դնում եւ հիշենք Ալիևի վերջի ելույթի, որ Թուրքիայում ինքը ելույթ ունեցավ, ասում է Հայաստանը պիտի հստակ հայտարարի երբ է ընդունելու արևմտյան ադրբեջանցիներին եւ ինչպես է ապահովելու նրանց անվտանգությունը, այսինքն արդեն հարցը ինքը չի դնում ընդունելու է թե չէ, ինքը արդեն համարում է որ Հայաստանը պիտի ընդունի, գուցե չգիտեմ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ համաձայնության են եկել, ասում է երբ եւ ինչպես պիտի ապահով, ինչպես ապահովել այդ նշանակումը, եկեք ես Եթե դուք չեք կարող ապահովել, ես զորք կմցնեմ եւ զորքով կապահովեմ, եկեք ինչ որ բաներ անենք։ Գիտեք, հայկական ասացվածքը ասում է սելի փոխարեն սելվոլն է ճռում։ Հիմա փոխանակ Հայաստանը եւ հայերը անընդհատ այդ թեման բարձրացնեն եւ այլն, որտեւ Ադրբեջանի Խորհրդային սոցիալիստական հանրապետությունը որ ստեղծվել է, այն չի ստեղծվել թուրքական, այն եղել է ինտերնացիոնալ բազմազգի տարբերություն հայկական եւ վրացական ՍՍՄ-ներին, դա եղել է բազմազգ երկիր իր բնույթով, այնտեղ տիտղոսային ազգ չի ունեցել, այդ ազգը 36-ին է միայն ստեղծվել, այսինքն հայերը հավասար իրավունքներ են ունեցել այդ ադրբեջական ՍՍ ստեղծման, բայց դուք տեսեք, իրենք առաջի հանրապետության իրավահաջորդություն են արդեն միանշանակ ամրագրել իրենց համար, իրենց հավակնությունները համարում են եւ ներկայացնում են որպես միջազգայինորեն ճանաչված ադրբեջանական, այսպես ասած առաջի հանրապետության սահմաններ եւ այդ հավակնություններն են ցուցաբերում։ Մի բան, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, որ ուշ թե շուտ գալու է այդ առաջի հանրապետությունների շրջանի քննարկումը եւ մենք պիտի պատրաստ լինենք լինի փաստաթղթերով, լինի իրավական, քաղաքական այլ հարցերով։ Պարոն Պապյան, լավ եք ասում մենք դա ով է ժողովուրդը թե իշխանությունները։ Դե առաջին հերթին իշխանությունը, որովհետեւ պետությունը դա ժողովրդի ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է։ Մենք հարկեր ենք վճարում բոլորս, տարբեր տեսակի հարկեր, մաքսեր, ոչ թե նրա համար որ ինչ որ մարդիկ ունենան իրենց ավտոնները, չգիտեմ, արարողակարգը, աշխարհը են բարձր աշխատանք, մենք վարձում ենք իրենց, որ իրանք դան, իրենք դա չեն անում։ Հիմա, այստեղ երկու տարբերակ կա, մի տարբերակը այն է, որ շատ-շատերը գնում են այդ ճանապարհում, թքել ամեն ինչի վրա, ասել դե որ իրանք չեն անում, դա իմ գործն էլ չի, եւ կամ Հայաստանում գնալ ներքին
վտարանդության, այսինքն քաշվել մի կողմ կամ ընդհանրապես Հայաստանը լքել գնալ։ Մենք այդ դիրքորոշում չունենք։ Մենք փորձում ենք անել այն, ինչ որ կարող ենք։ Շատ քիչ էդի գնահատականի հարց է, բայց ես կարծում եմ, որ ինչպես երբ որ հարազատը, մոտ հարազատը ծանր մահամերձ հիվանդ է, եւ եթե դու բարոյական մարդ ես, դու փորձում ես ամեն ինչ անել փրկելու համար, մեր հայրենիքն էլ մեր հարազատն է, մեր մինուճարն է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ չկործանվի։ Տեսեք, դուք ասում եք սկսվելու է առաջին հանրապետությունների թեման, բայց մի քայլ հետնենք, դուք հիշեցրեցիք այդ արևմտյան Ադրբեջան կոչվածը, Ադրբեջանի արտգործ նախարարության խոսնակը, տեսեք ինչ է ձևակերպում, նորություն չէ գուցե, բայց հիմա քննարկենք։ Հարցս հետևյալն է, սկզբից հարցս տամ, հետո մեջբերումը անեմ։ Հայաստանի իշխանությունները ոչ մի պատասխանելու հիմք չունեն, ոչ մի փաստարկ չունեն սրան պատասխանելու։ Տեսեք, նա ասում է, Արևմտյան Ադրբեջանը չպետք է ընկալվել որպես տարածքային պահանջ։ Սա մարդու իրավունքների հարց է, ասում է Ադրբեջանը, եւ նպատակ ունի էթնիկ զտված ադրբեջանցիների անվտանգ վերադարձը։ Մենք հիշում ենք Արցախի թեման, ճիշտ է։ Արցախի թեման այնտեղ մինչև մենք վիճում էինք, հարցը այսպես լուծվեց, տարածքային է սա, թե մարդու իրավունքների հարց է։ Իրենք միանգամից մեր Արցախի հարցը տեղափոխում են իրենց տիրույթ եւ արևմտյան Ադրբեջանի անվան տակ, ասում են սա տարածքի հարց չէ, բնավ, սա էթնիկ զտված ադրբեջանցիների վերադարձի հարց է։ Ինչ կարող է պատասխանել եւ ինչու չի պատասխանում Հայաստանը այսպիսի հայտարարություններին եւ նկրտումներին, դուք ասում եք արդեն ժամկետ են հարցնում։ Տեսեք, երբ որ հարցը վերաբերում են Արցախին, իրենք դնում են, որ դա հարցը տարածքի հարց է։ Ասում են, որ հայերը մեզանից տարածք են ուզում, թեև պաշտոնական դիրքորոշումը են եղել, որ այդ մարդիկ, որ այդ տարածքում ապրում են, պիտի ինքնորոշվեն եւ իրենք որոշեն, այսինքն մարդու իրավունքների հարցը, որտեղ ինքնորոշման իրավունքը դա մարդու իրավունքներ է հարցը։ Այդ իրանք համարում են արդեն փակված։ Ինչու՞, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի հարցը փակ է։ Միգուցե ենթադրելով, որ եթե ոնց ասած այս հարցը փակում ենք, իրանք էլ մյուս հարցը։ Հիմա իրենք չեն կարող բացահայտ հայտարարել, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ունեն նկարտումներ։ Միանշանակ ունեն։ Բայց պաշտոնապես իրանք խորամանկ են վարում։ Իրանք ասում են մարդու իրավունքների հարց եւ այլն։ Ինչ պիտի պատասխանի։ Պիտի պատասխանի, որ մարդու իրավունքների հռչակագիրը կոչվում է համընդհանուր հռչակ, այսինքն բոլորին է վերաբերում։ Հետևաբար, եթե դուք խոսում եք ոչ թե արևմտյան Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքից սեփական կամքով, սեփական գույքը վաճառած եւ Ադրբեջան գնացած ադրբեջանցիների մասին, դա հնարավոր կլինի միայն քննարկել ոչ թե վերադարձի հարցը, այլ հարցը ընդհանրապես քննարկել այն պարագայում, երբ որ երկու անգամ ավելի շատ հայեր, ովքեր վտարանդվել են, քշվել են, ջարդվել են Սումգայիթի, Բաքվի եւ այլ ջարդերի ժամանակ, նրանց հարցը քննարկվի, այսինքն պիտի այդ կապակցության մեջ դրվի։ Հիմա դրա լուծումը կարա լինի այն ձևով, ինչ որ ժամանակին արել են Թուրքիան ու Հունաստանը, երբ որ այսպես կոչված բնակչության փոխանակման հատուկ փաստաթուղթ ստորագրվեց, իրականության մեջ գետնի վրա դե ֆակտո հույները արդեն քշվել եւ կոտորվել էին, եւ երկու անգամ շատ, բայց հույները համաձայնեցին զրոյական բանի փաստի գալ, որովհետեւ իրենք հասկանում էին, որ թուրքերը շարունակելու են ապրել, հույները չեն վերադառնալու, նույն բանն է, որովհետեւ այո, իրենք լավ են հասկանում, հայրը, երբ որ գնան Բաքու կամ Սումգայիթ, հայրին մորթելու են։ Եվ մորթելու են ամենավատ դաժան ձևով։ Թուրքերն ու ադրբեջանցին, որ գան Հայաստան, իրանց չեն մորթելու հայերը։ Մենք բարի ենք, մենք լավն ենք, մենք քաղաքակիրթ ենք, դա իրողություն է, պետքա ճանաչել այդ իրողությունը։ Դրա համար մի տարբերակը այդ առաջին հերթին անպայման պետքա մեր իրավունքների մասին բարձրացնել եւ լինի ես այդ Արցախը նկատի չունեմ, Արցախը այլ հարց է, այլ Արցախից դուրս երկու անգամ ավելի շատ, գուցե 3 անգամ ավելի շատ հայություններ ապրում, քան Արցախի տարածքում, Բաքու, Սումգայիթ, չգիտեմ, բանից քուրից ավելի նույն մարդու իրավունքների անվան տակ։ Այո, բայց մենք պիտի ասենք, քանի որ դուք չեք կարող ապահովել եւ բերել փաստերը այդ բանի, հետեւաբար մեր առաջարկը պիտի լինի այդ մասով, այսպես հաշվանցում անել, ընդհանրել զրոյական տարբերակի, այսպես ձեր վերադարձի եւ մեր վերադարձի հարց այդ մասով
փակվում է, Արցախի մասը առանձին հարց է։ Արցախի մասը դա մարդու իրավունքների հարց չի։ Արցախի մասը դա Հայաստանի Հանրապետության տարածքի վերականգնման, ամբողջական վերականգնման, որը ոտնահարվել է ռուս բոլշևիկների օկուպացիայի հետևանքով։ Դա էլի գնաց առաջին հանրապետության։ Այո, գնաց եւ իրենք այդպես էլ իրենց անկախության հռչակագրի մեջ այդպես էլ ամրագրել են։ Դուք այդպես տեսնում եք, իշխանությունները իհարկե դուք չեք կարող նրանց փոխարեն, ձեր գնահատականով, ձեր կարծիքով անձնական այդ ճանապարհը կընտրեն պաշտպանվելու կամ իրենց իրավունքները առաջ բերելու։ Չէ, մենք տեսնում ենք, որ իշխանությունները գնում են զիջելու ճանապարհով եւ իրանց թվում է, որ քծնանքը, զիջումը, անգամ ստորաքարշությունը կարող է դեր ունենալ քաղաքականության մեջ, դա չունի։ Հատկապես երբ որ դիմացը ադրբեջանցիներն են, ասեմ, փորձը ցույց է տալիս վերջի 10-15 տարվա, որ թուրքերը շատ ավելի քաղաքակիրթ են, շատ ավելի սթափ են, քան անգամ ադրբեջանցիք։ Այն անհետեցությունները, որ իրանք դուրս են տալիս Ադրբեջան, անգամ թուրքերը երբեք չեն արել։ Բայց գիտեք, անհետեցությունը մեզ համար, մենք դա գիտենք։ Այն սուտը, այն անհետեցությունը, որը ասվում է, տարածվում է եւ մեծ գումարներով էլ աջակցվում է, դառնում է, կարծեք թե բնական։ Հիմա տեսեք, մենք քննարկում ենք, այսպես ասած, արևմտյան Ադրբեջանի հարցը, իրանց սա մի հարց է, որը չկար չէ մի քանի տարի առաջ։ Բայց իրենց հաջողվեց դնել։ Այսինքն իրենք նախ ասեմ ձեր Հեյդար Ալիևի ժամանակվանից կրկնօրինակում են, ընդօրինակում են մեր բոլոր քայլերը։ Հայերը ունեն ցեղասպանություն, բնականաբար իրենք էլ ստեղծեցին ցեղասպանության օր։ Մարտի 30 թե 31-ը այդ օրերը հայերը ունեն արևմտյան Հայաստան, իրենք արևմտյան Ադրբեջան։ Անկամ այս Ադրբեջանը հանրապետությունը Սասկի Ադրբեջան չի, սա Արան ու Շիրվան է եղել։ Ադրբեջան դա իրանական տարածք է եւ այլն։ Նայեք, պիտի պատասխանեն։ Հայերը խոսում են էթնիկ զտման մասին, իրենք սկսեցին էթնիկ զտում ձևակերպում օգտագործել։ Այո, եւ իրենք հուշարձանների հարցը իրենք մեզանից շատ ավելի բարձրախոս են դրա մասին։ Բարի, այսինքն ձեր կարծիքով իշխանությունները որևիցե ձևով չեն կարողանալու դիմակայել այս process-ին։ Մենք տեսնում ենք, որ չեն կարողանում եւ չեն ուզում։ Հիմա պիտի փաստեր լինի, որից եզրակացնեն։ Չկան այդ փաստերը։ Դեռ չունենք, Փաշինյանից եմ մեջ բերում, եթե Սահմանադրական դատարանը բոլորս երևի գիտենք այս ձևակերպումը, որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ես կնախաձեռնեմ Սահմանադրական փոփոխություններ։ Սրա հետ ինչպես աշխատել։ Սա նախ լկտիության ցուցանիշ է։ Ինչպես հասկանալ սա։ Սա լկտիության ցուցանիշ է, այն մասին, որ ինքը համարում է ոչ թե Հայաստանի ինքն իրան որպես, ասենք, գործադիր իշխանության ղեկավարը, երրորդ պաշտոնյան, չգիտեմ ինչի ասում են առաջի պաշտոնյան, առաջին տիկին, մենք խորհրդարանական հանրապետություն ենք, պետության գլուխը նախագահն է, խորհրդարանի գլուխը դա երկրորդն է, վարչապետը զուտ գործադիր իշխանության ղեկավարն է։ Բայց քանի որ մեզ մոտ ավանդաբար դեր ՍՍՄ տարիներից ով վերահսկում էր ուժային նախարարությունը նռեալ իշխանությունների ձեռքին է, ես կնախաձեռնեմ, ես կանեմ։ Ինչու, որտեվ մեզ մոտ ստեղծվել է շատ արատավոր համակարգ, մեր մոտ միապետություն է ստեղծված, որովհետև այն ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, ստացվում է, որ խորհրդարանը իր ձեռքում է, նախագահին ինքն է նշանակում, վարչապետին ինքն է նշանակում։ Նման համակարգ անգամ սովետի ժամանակ չկար։ Սա միակուսակցական ամենավատ համակարգն է։ Սաուդյան Արաբիայում գոնե իշխում է այդ սաուդների Գերդաստանը, գոնե մի քանի հոգի մարդ են, այսօր այդպես չէ։ Ինքը որ ասում է ես կնախաձեռնեմ, անգամ չել ասում եմ մենք կնախաձեռնենք։ Ինքը ճիշտ է ասում։ Ինքը իր ազգում է Հայաստանի սեփականատեր, ինքը ոնց ուզի կան եւ ինքը կարողանա դա անի, որտեվ Հայաստանի ծախու բոլոր այն մյուս բաները իշխանության ճյուղերը լրիվ իրան են ենթարկվում։ Բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, որը, այսինքն, եթե ասում է Սահմանադրական չի համապատասխանում, նշանակում է Հայաստանի շահերին չի համապատասխանում։ Եվ նպատակը ո՞րն է։ Բա մի քանի ամիս առաջ ասում էր ոչ, չի լինի նման բան, բացառում եք Սահմանադրության փոփոխությունը։ Հիմա իդեպ ասեմ, բացի Սահմանադրության փոփոխությունից, իրանք նաև զինանշանի փոփոխություն են ուզում։ Իրենք չաշված են մյուս բաները, դե բնականաբար եվրոդիտորդների սահմանից հեռացում եւ այլն։ Հա, եւ նաեւ բանը ամենա, այսպես ասած, վտանգավոր, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։ Բայց եթե մնա Նիկոլ Փաշինյանն նա դրան էլ համաձայնելու։ Իբր դա խաղաղության չի բերելու խաղաղություն։ Դա չի բերելու խաղաղություն, որտեվ
17 կետ էր, չի ասում եք 15-ն է համաձայնեցված, մնաց 2-ը, 2-ն էլ համաձայն ամեն համաձայնեցված կետից հետո եւս 2-ը ծնվելու է։ Գիտեք, հայկական հեքիաթներում մի դրվագ կա, ասում է հերոսը կտրեց այդ վիշապի գլուխը եւ մի գլխի փոխարեն 2-ն աճեց։ Նման բան կա մեր հեքիաթներում։ Այդ նույն վիճակն է։ Դու բավարարում ես մի ցանկությունը, մի պահանջը, դրա փոխարեն 2-ն է ծնվում։ Ձեր գնահատմամբ Ալիևը պաշտպանում է իր պետության շահերը, ձեր գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է Հայաստան պետության շահերը։ Ալիևը պաշտպանում է սեփական պետության շահերը եւ բուն նպատակը խաղաղությունը չի Հայաստանը որպես պետություն կործանելն է, հայերի հավաքական գոյության ոչնչացումը, հայերը որպես էթնիկ փոքրամասնություն, սառնարան նորոգող, կոշիկ մաքրող, չգիտեմ, ավտոբուս քշող, այդ կարգի ստորացված փոքրամասնություն Ադրբեջանի կազմում պահելը։ Այն ինչ որ ինքը Ադրբեջանում ուներ, այսինքն սովետական տարիներին։ Այսինքն հիմնարկության ղեկավարը ադրբեջանցիները մի հատ հայ կողքից դնում էին, որ էշիպես աշխատացնեն այս հային, բայց պարգևներն ու փողերը իրենք ստանան։ Դա Ալիևի նպատակն էլ անում է շատ լավ անում իր տեսանկյունից եւ դա վտանգավոր թշնամի է։ Բոլոր գնահատականները նրա նկատմամբ այսպես առհամարական փորձը ցույց տվեց, որ հիմնավորված չէր։ Նիկոլ Փաշինյանը ինչ որ անում է սեփական իշխանությունը պահելու համար։ Իշխանությունը պահելու ինքը երկու տարբերակ ունի։ Մեկը ժողովրդի վրա խարսխելով իր իշխանությունը համաժողովրդական աջակցություն, որը այսօր չունի։ Այն ինչ որ 18 թվին ինքը ուներ եւ ժողովրդին խափելով խոստումներ տալ, այդ աջակցությունն ուներ։ Ու ես հույս ունեի, որ այն իշխանությունը, որ ունի համաժողովրդական աջակցություն, կկարողանա Հայաստանի ինքնիշխանությունը նա կախվածությունը Ռուսաստանից թույլատրել, չգիտեմ ինչ որ բաներ աներ, բայց չարեց։ Հիմա ինքը այդ չունի։ Բնում է բնականաբար ինքը ինչ անում, ոստիկանությունն է շատացնում, թվով, քանակով աշխատասական ռեպրեսիվ ապարատը եւ ահավոր, այսինքն այսօրվա տա մարդու իրավունքները լրիվ ոտնահարված են Հայաստանում, դուք պետք է տասնյակ օրինակներ կարող են բերել եւ ինքը արտաքին ուժերին է ապավինում։ Այդ արտաքին ուժերը հիմնականում այսօր Անկարան եւ Բաքուն են, նոր երրորդ տեղում Մոսկվան է։ Ֆրանսիան։ Չէ, Ֆրանսիան չէ։ Ֆրանսիան Հայաստանին է աջակցում։ Վստահ եղեք, եթե կեղծ արևմտամետ որը ոչ մի քայլ չի արել, Նիկոլ Փաշինյանի փոխարեն լիներ մեկը, որը իսկապես քայլեր աներ դեպի արևմուտք, Ֆրանսիայի աջակցությունը շատ ավելին կլներ։ Ես որ ասացի դեռևս պատերազմի ընթացքում Ֆրանսիան աջակցություն ցուցաբերել, դա պատահական չի։ Ֆրանսիան լավ հասկանում, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, հիմա շատ լուրջ ռազմական համագործակցություն կլներ Հայաստանի հետ։ Մենք շահագրգռված ենք, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք կրկին անգամ հայտարարեցիք, որ չեք տեսնում, որ Փաշինյանը դեպի արևմուտք է գնում, ավելին դուք ասացիք, որ Փաշինյանը ամբողջապես դեպի Ռուսաստանն է թեքված եւ այստեղ իմ հարցն է, եթե դուք շարունակում եք դա պնդել, դուք եթե դուք տեսնում եք, մեկ ուրիշը տեսնում է, արևմուտքը դա չի տեսնում, ինչպես է արևմուտք Հայաստան, արևմուտք Փաշինյան, Մակրոն Փաշինյան, Միացյալ Նահանգներ վաղը Թրամփ Փաշինյան, հարաբերությունները կարգավորելու նրանք չեն համարում, որ Հայաստանը ոչ թե երկակի խաղ է խաղում, այլ պարզապես խափում է արևմուտքին։ Այո, տեսնում են, համոզված են, գիտեն, ձեռ են առնում, բայց ինչ ան, իրենք ասում են, մենք կարող ենք աշխատել միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, Հարապապյանը չեն աշխատելու։ Ով Արապապյանն իրենց համար։ Արապապյանը մի կուսակցության ներկայացուցիչ է, որ խորհրդարանում էլ ներկայացված չի, իրենք ասում են, տեսեք, դուք ասում եք, որ դուք արևմտամետ եք, շատ լավ, բայց ձեր ժողովուրդը արևմտամետ չի։ Որովհետև եթե ձեր ժողովուրդը արևմտամետ լիներ, Նիկոլ Փաշինյանը այսօր չէր լինի իշխանության։ Ասում ենք, դե մենք ցույցի են գալիս մի քանի հազար հոգի անում ենք, ասում են մի քանի հազար, բայց դրանք տասնյակ եւ 100 հազարներ չեն։ Հիմա ինչ վերաբերում է Նիկոլ արևմտամետա, թե արևմտամետ չի։ Նայեք, Աստվածաշունչն ասում է, ծառը պտուղից է իմացվում։
ինչ արել Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում, դե արդեն 8 տարի է գալիս իշխանությանը արևմտա քայլի առումով, ոչ թե հարցազրույց տալու եւ այլն։ Դե ձեզ հիշեցրեցին այդ հարցազրույցի ժամանակ էլ այս օրենքի ընդունումը։ Որ օրենքի։ Այս դե դուք ասացիք դա օրենք չէ, դա։ Դե հարակվեի մասին, ասում եկեք հարակվե անենք, որպեսզի տեսնենք ինչ ենք ուզում։ Այդ հարակվեն կարենք իդ առանց օրենքին էլ անեն։ Ցանկացած падգամավոր ձեռեր բարձրացնում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր գալիս, տեսնորագրում։ Նորից ասում եմ, դուք դա տեսնում եք, գնահատում եք, արևմուտքը չի տեսնում գնահատում։ Եմ ասում տեսնում, բայց ինչ պետք է աներ արևմուտքը։ Շրջվեր, տեսեք։ Ո՞ւր շրջվեր։ Տեսեք Վրաստանի հանդեպ։ Հայաստանի, չէ, Վրաստանը ունի էգզիստենցիալ վտանգ։ Եվրոպա, արևմուտք Վրաստանն եմ ես ասում, եւ Այլեմ ասում, Վրաստանը ունի էգզիստենցիալ վտանգ, ինքը կարա դաստիարակչական նպատակով Վրաստանից երես թեկի մի երկու հատ էլ ապտակ հասցնի։ Վրաստանը կմնա որպես Վրաստան, Ռուսաստանը չի արձակվի Վրաստանի վրա, որտեղ Ռուսաստանը լավ է հասկանում, եթե ինքը արձակվեց, խնդիրներ է ունենալու եւ այլն։ Եթե արևմուտքը երես թեքեց Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանը չի պատժվելու այդ երես թեքելուց, Հայաստանի Հանրապետությունն է պատժվելու, որովհետեւ երբ որ Հայաստանը մնաց մեկուսացման մեջ, Ադրբեջանը հաստատ հարձակվելու է։ Հաստատ հարձակվելու է, Հայաստանը կոտորելու է։ Դրա համար իրենք գիտեք ինչ, հիմա կյանքում էլ վիճակ կա, որ դուք, չգիտեմ, օրինակի համար հանուն միած շատ վատ մարդու երեխաների լավություն անելու համար, որովհետեւ երեխաներին օգնեք, հարաբերություններ եք պահում տվյալ մարդու հետ, որպեսզի այդ երեխաներին օգնեք։ Հիմա ժողովուրդ այդ երեխան է, բա արևմուտքը եթե չաշխատի իշխանությունների միջոցով, հա արևմուտքը շատ կուզենար, որ բան։ Ուրիշ բան հարցը հետեւյալն է, մենք հարցը ես ենք տալի։ Իսկ ինչու դուք գոնե Ռուսաստանի կեսի չափ ջանք չեք ներդնում Հայաստանում, որպեսզի իսկապես արևմտամետ ուժերը ազդեցություն ունենան։ Եթե Ռուսաստանը 4-5 հերոստակայան ունի հերարցակվող Հայաստանը եւ մյուսները, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության, որ հերոստակայանը, որ ալիքները փակեց, ռուսական, խոստան ոչ, CNN-ը փակեց։ Ես էլ պարզ օրինակ, հիմա մարդ եկել է CNN-ն է փակե, փոխանակ, ասենք փակեր այդ հակահայաստանյան բաները, ռուսական ալիքները եւ այլն։ Եվ լիքը նման բաներ։ Տնտեսությունը, ինքը ինչ եկել է տնտեսությունը մեր Ռուսաստանի հետ շատ ավելի ենք խորասել, այդ դիվերսիֆիկացիան շատ ավելի թույլ է եւ հազար այլ հարցեր։ Արևմուտքի հետ որևէ հարց չկա։ Իրանք ներկայացնում էին իբր թե այդ կրիմինալ միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատումը եւ այլն, բայց եթե դուք չեք կարող կիրառել, գնում եք ընդհակառակը պատերազմի անցագործի հետ շքերթի եք մասնակցում եւ ընդունում եք քո սեփական քաղաքացիներին մորթած զորամասի շքերթը, էլ ինչի մասին կարելի է։ Վերջին դուք ասացիք Ռուսաստանը չի հարձակվի Վրաստանի վրա, պարզապես հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, Պուտինի խորհրդականն է, ասում է ԽՍՀՄ իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ, նա ճիշտ չի կազմաքանդվել եւ ընդհանրապես չի կազմաքանդվել։ Ուստի ուկրաինական պատերազմը ներքին գործընթաց է, այլ ոչ թե միջազգային հակամարտություն։ Եթե այդպես են դատում Պուտինի խորհրդականը եւ Պուտինը, դա նշանակում է եւ Վրաստանը, եւ Հայաստանը, դա Ռուսաստանի ներքին խնդիրներն են։ Եվ կարծես թե այդպես էլ իրենք վերաբերում են մեզ, թե սխալվում ենք։ Չէ, իրենք այդպես են վերաբերում, իրենք ավելի իրենք վերաբերում են որպես մեզ գաղութներ։ Եվ այդ միանշանակ է, բայց ասած է, որ ասում չի արձակվի, չէ՞ որ չի ուզում արձակվի, կամ իր պարզապես ինքը ի վիճակի չի, այսօր ինքը իր համար երկրորդ ռազմաճակատ։ Բայց մեզ դիտարկում է որպես ԽՍՀՄ, այսինքն դիտարկում է ընդհանրապես որպես գուբերնիա, անգամ ՍՍՀ-ն էլ մոռացեք, ինքը վերադարձել է իր մտածողությամբ ցարական Ռուսաստան, եւ եթե ինքը վաղը գրավեց Հայաստանն ու Վրաստանը, դրանք անգամ հարաբերություններ չեն լինելու, դրանք լինելու են ապազգային գուբերնիաներ։ Եվ ասենք Երևանի գուբերնիա, չգիտեմ Թիֆլիսի գուբերնիա եւ այլն այդ տարբերակով մեծ հարց է, բայց փորձենք կարճ հակիրճ ասել։ Եղել է երբևիցե, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնեն։
Հայաստանի եւ Ռուսաստանինը ոչ, հայ ժողովրդի եւ Ռուսաստանինը եղել է 19-րդ դարում, երբ որ հայերը մտածում էին, որ օրինակի համար գրավելով Թուրքիայի որոշակի տարածքներ, իրենք կհայտնվեն ցարական Ռուսաստանի կազմում եւ ասում մորթում են, շորթեն, միայն չմորթեն։ Այդ տարբերակ էր։ Բոլոր հալածանքով որ գոնե հայերին չէին կոտորում, թեև ուծացման տեմպերը երբ որ նայում եք, ռուսական կայսրություն շատ ավելի մեծ էր, քան Օսմանյան կայսրություն։ Այդ շրջանում, բայց պետության առումով երբեք, նայեք, առաջին հանրապետությունը ունեցել է 2 պատերազմ Թուրքիայի դեմ։ Այսինքն 1-18 թվականին Օսմանյան կայսրությունը, երբ որ այդ ժամանակ Ռուսաստանը ընդհանրապես իր ներքին գործերով էր զբաղվում, մեզ չի աջակցել, իսկ երկրորդը 20 թվականի այդ սեպտեմբերի պատերազմն է, երբ որ Ռուսաստանը օգնել է Թուրքիային։ Նույնը եղել է 90-ական թվականներին հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, առաջի պատերազմի ժամանակ Ռուսաստանը չեզոք ա եղել, մենք հաղթել ենք, երկրորդ պատերազմի ժամանակ աջակցել ադր պարտվել ենք։ Ինքը որևէ պատերազմ մեզ չի աջակցել Հայաստանին եւ Ռուբեն Դարփինյանը Հայաստանի առաջին արտադրության նախարարը ռուսական վտանգի մեջ այդպես էլ հստակ գրում է, երբ որ մենք պետություն չունենք ու խեղճ ենք, Ռուսաստանը մեզ աջակցում է, բայց այն բանը երբ որ պետականություն ենք ձեռք բերում, Ռուսաստան դառնում է մեր թիվ 1 թշնամին, որտեղ Ռուսաստանը չի ուզում հայոց պետականություն, որը դիտարկում է արդեն Հայաստանը հայերը դառնում են անկախ իրենից, այսինքն Հայաստանը գործիք է պետք իր Ռուսաստանի համար եւ ոչ թե հայերի բարձրագույն կազմակերպման ինչ որ ձևով այդ ձևակերպումը այսօր էլ է ճշմարիտ։ Այո, Ռուբեն Դարփինյանի ես բոլորին խորհուրդ կտամ կարդալ ռուսական վտանգը, փայլուն աշխատություն է, փոքր աշխատություն, բայց դա պիտի հասկանալ։ Իսկ Ռուբեն Դարփինյանը այն մարդը էր, որը Սանկտ Պետերբուրգում էր սովորել իրավաբանություն, այսպես ասած, դրանք մարդիկ էին, ում համար ռուսերենը առաջի լեզու էր։ Իրանք անգամ հայերենը ауշ տարիքում էին հաճախ սովորում, բայց սթափ գիտակցությունը բերում էր նրան, որ իրանք հասկանում էին, որ Ռուսաստան պետության եւ Հայաստան պետության շահերը իրարա մերժ են։ Իսկ ժողովրդին աջակցել թուրքերի դեմ դա եղել է, օգտագործել են, հիմա էլ են այդ ուզում։ Հիմա էլ են ուզում այդ նույն վիճակի բերեն Հայաստանը իջեցնեն միլիեթի մակարդակի, դա օգտագործել որպես հնարավորություն պարբերաբար միջամտելու։ Արցախը այդ էր, չէ՞, ինչ էին անում Արցախը։ Հայերին դնել վտանգի տակ, դրա պատճառով խաղապահ ուժեր մտցնել եւ իրենց գոյությունը իմաստավորել։ Հիմա հայեր չկան, խաղապահներ էլ չկան։ Իրանք չէին մտածում, որ այդ նման ընթացք ունենա, բայց բուն նպատակը այդ էր։ Չարաշահելով հայերի իրավունքների հարցը սեփական ռազմական ներկայություն ապահովել։ Կներեք, Փաշինյանը գուցե դա գիտակցում է եւ տեսնում է, որ անելանելի է վիճակը եւ լուծումը միակն է այն, ինչ նա անում է զիջել Ադրբեջանի պահանջներին եւ շրջվել դեպի Ռուսաստանը։ Դա հարցի տեսքով եմ ես տալիս։ Չէ, դա այդպես չի, իրավիճակները միշտ կարելի է ըստ խաղացողի ոնց որ ասած ելքերը գտնել։ Գիտեք, շախմատային, երբ որ տախտակին նայում եք, նույն վիճակով մեկը խաղը շարունակում է պարտվում է, մյուսը խաղը շարունակում է, նույն կարողանում է հաղթել։ Նշանակում է վիճակը միշտ չի թելադրողը, այն ելքերը, որ կարող են գտնել։ Ես վստահաբար մի քանի ելքել գիտեմ, որ հանգիստ կարող եմ անել, Հայաստանը կարող լինի մեծ եւ հզոր։ Եվ Հայաստանը անելանելի վիճակում չէ։ Չէ, Հայաստանը բնավ անելանելի վիճակի մեջ չի։ Առաջի ամենամեծ խնդիրը այս իշխանությունն է, թե իշխանությունը չաշխատեր հակառակորդի համար եւ դժվարություններ չստեղծեր, Հայաստանը շատ ավելի վիճակ։ Հայաստանը միայն եթե սեղմեր իրեն մեկնած ձեռքը արևմուտքի պարբերաբար եւ այդքան չխափեր, այսքան խափելուց հետո, այսքան հակաարևմտյան քայլեր անելուց հետո, ասում եք Նիկոլ Փաշինյան արևմտամետ։ Արևմտամետը զոր կա ուղարկում Սիրիա կռվելու արևմուտքի դեմ։ Միակ երկիրն է Ռուսաստանից բացի։ Դե ասեն մինչ պատերազմն էր դա։ Դե ինչ կարմեր մինչ պատերազմ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք էր, չէ՞։ Վերջացավ։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի անդամ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էր մեր զրուցակիցը, զրուցում Արմեն Գայանի Առաքելյանը, բարին ընձեզ։